Իսկ դու գիտեք, եթե վերցնենք եգիպտացորեն, կտրտենք այսպես եւ լցնենք կաթսայի մեջ։ Ավելացնենք ջուր եւ եփենք 10 րոպե։ Ինչ եփում է եգիպտացորենը, պատրաստենք թանձրուկը։ Բուսայուղի վրա ավելացնենք համեմունքներ։ Մի լավ խառնենք։ Թանձրուկը ավելացնենք եփած եգիպտացորենին։ Տեղափոխենք ճարպաջեռոց։ Իդեպ իմ ճարպաջեռոցը Strong brand-ից է։ Գնելով ճարպաջեռոցը կստանաք վեր էլեկտրական թեյնիկ, այստեղ նկարը կթողնեմ։ Հանակն է բացենք։ Վաու։ Կստանանք խրթ-խրթան նմանը չունեցող եգիպտացորեն։ Սոսի մեջ։ Վստահեցնում եմ, սա կդառնա ձեր փորձած ամենահամեղ եգիպտացորենի տարբերակը։ Սա դեռ ամենը չէ։ Եկեք եւս մեկ խրթ-խրթան բաղադրատոմս պատրաստենք։ Պերմենի վրա ավելացնենք ձվի դեղնուց, աղ, լավ խառնենք, տեղափոխենք ճարպաջեռոց։ Խնջուտ։ Վաու։ Շատ համեղ է ստացվել։ Դե ինչ շտապեք գնել ճարպաջեռոցը, ստացեք նվերներ եւ պատրաստեք այսպիսի տարբերվող ուտեստներ։